Հրապարակը գրում է Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանը կարծում է, որ կրթվել է նորաձև շարժումը հազարավոր մարդկանց աջակցությունն է վայելում ու ընդամենը մի 50 չարացած ու ագրեսիվ հայրենակիցներ կան, ովքեր շատ բարձր են պահում տգիտության պատիվը։ Տիկնոջ հերթականցինի գրառումը 3 բուրն արձագանք է առաջացրել։ Պետական աշխատողներն ասում էին, որ պետական գերատեսչությունների աշխատակիցներին, թաղապետերի ու համայնքապետարանների ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցներին նախապես հրահանգվում է ցուցակագրվել, մասնակցել կրթարշավին, հակառակ դեպքում սպառնում են աշխատանքից կհեռացնեն գերատեսչության աշխատակիցներից մեկը, թերթին պատմել է, որ իրենց հիմնարկում 3 քննարկել են եւ եկել եզրակացության, որ Հակոբյանի պատճառով պետական ապարատում Փաշինյանի դեմ բունտ է հասունանում մարդիկ, որոնցից ոմանք մի քանի բուհ են ավարտել, երկարամյա պետծառայողներ են, պարտադրված գնում լսում են տիկնոջ ապազգային մտքերը, որ աշխատանքից չզրկվեն, բայց չեն կիսում իշխանության գաղափարներն ու քաղաքականությունը։ Իրավունքն էլ գրում է ՔՊ-ում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն մոտորերը սպասվում է ընդդիմադիր դաշտի հետ կապ ունեցող գործարարների ու ոչ միայն նրանց որս անակնկալ ստուգումներից սկսած մինչև ցերվակալություններ։ Նույն աղբյուրը փոխանցել է, որ Փաշինյան Նիկոլը թիմակիցներին հանգստացրել է, թե իշխանության դեմ ընդդիմությունը ոչ մի ակցիաներ չի հասցնելու անել։ Հրապարակը գրում է Ֆրունզե Դովլաթյանի Սարոյան եղբայրները ֆիլմը Գուրգեն Բորյանի նույն հարկի տակ պիեսի հիման վրա գրված սցենարի հիմքով անմահ գործ է ու հիմա առավել քան 20-րդ դարի հայ իրականության համար արդիական։ Մեր շուրջը բազում նման ընտանիքներ կան, որտեղ գաղափարական տարաձայնություններ կան, բայց որոշ ընտանիքներում դրանք ողբերգական երանգներ են ունենում, ինչպես օրինակ Սպարապետ Վասգեն Սարգսյանի ընտանիքում։ Նրա 2 եղբայրները Արմեն ու Արամ Սարգսյան ըստ թերթի տեղեկությունների գրեթե չեն շփվում միմյանց հետ, չեն կիսում մեկ-մեկու դիրքորոշումները։ Արմեն Սարգսյանը, որն ավելի նման է լեգենդար եղբորը, ավելի ազգայնական է, ընկերական հարաբերություններին ու հնուց արմատացած սկզբունքներին նվիրված։ Նա Հայաստանի այսօրվա վիճակը ծանր է տանում, իսկ Արամ Սարգսյանը Փաշինյանական գծի մեջ հակառուսական տրամադրվածությամբ ու Արցախը տալու, թուրքերի հետ հարաբերություններ հաստատելու հետ հաշտ թերթի տեղեկություններով եղբայրները միմյանց տեսնում են միայն ընտանեկան մեծ միջոցառումների ժամանակ, որոնց վերջին տարիներին շատ հազվադեպ են լինում։ Ժողովուրդն էլ գրում է 25 թվականի հունվարի 15-ից գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող Գույքի բռնագանձման վարչության պետի պաշտոնն է թափուր գրեթե 4 ամիս է, վարչությունը պետ չունի, մինչև իրավաբանական ոլորտը քննարկում ու վերլուծում է ՍԴ որոշումը ապօրինի Գույքի բռնագանձման օրենքի վերաբերյալ, Աննա Վարդապետյանը լռում է, թե ում է ցանկանում ներկայացնել այդ պաշտոնի համար։ Ինչն է կամ ով է խանգարում գլխավոր դատախազին որոշում կայացնել, դժվար է ասել, բայց փաստ է մեկ, բան 4 ամիս է վարչությունը գործում է առանց պետի։ Թերթն ավելի վաղ գրել էր գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող Գույքի բռնագանձման գործերի վարչության պետի ու պետի տեղակալի թեկնածուների ցուցակում ընդգրկվելու բաց մրցույթին մասնակցել են Կորյուն Վարդանի Սերոփյանը եւ Հռիփսիմե Խաչիկի Ասատրյանը։ Ըստ աղբյուրի, թեկնածուներից Սերոփյանը ինքնագլուխ չի առաջադրվել այդ պաշտոնին, հաշվի առնելով դատախազական համակարգում առկա ներքին կուլտուրան։ Կորյուն Սերոփյանը վարչության պետի տեղակալ է, նրան առաջարկել են առաջադրվել, հաշվի առնելով, որ ունի գլխավոր դատախազի աջակցությունը, հենց նա էլ ըստ թերթի կդառնա վարչության պետ։